Պարոն Բոզոյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Եվ այսպես մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում, եւ այս լուսանկարը ցուցիչն է նրա, որ ըստ էության մեր ժողովուրդը իրապես գիտակից է եւ չգնաց այդ կեղտոտ թողասվածից դերի պատարակին չակերտավոր, որը կարգալույց եղած կաղանաներ այլևս Ստյոպա Ասատրյանն էր անցկացնում, որի պես մասնակցում էր Փաշինյանը, Պապիկյանը, նախարարներ, մարզպետեր, իրենց Արուն մարզպետով։ Մի խոսքով, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաեւ քանի որ կարծեմ հետո առաջ ենք ունեցել ձեզ հետ խոսելու, անցած շաբաթ մենք տեսանք, թե ազգային ժողովում Փաշինյանը ինչ կեղտոտ բառապաշարը, որը մինչեւ անգամ ամոթ է վեճ բերել, խոսում էր վեհապարի մասին, այս ամենը ինչի դրսևորում է եւ արդյոք ըստ ձեզ ասում են սիրտը չի փառավորվել, ինքը տեսա որ ըստ էության ասած մեծամասամբ նաեւ ոստիկաններ էին եւ համակարգի աշխատողներ եւ դրա համար ինքը երեք հայտարարեց որ Զարիթ Կիրակի եւս ինքը գնալու է Հովանավանք, խնդրեմ։ Տեսեք, ես փորձեմ բացատրեմ մարդկանց, թե այս կոնֆլիկտը ինչի այսքան խորացավ, որովհետեւ եթե դուք նկատեք 2018 թվականին հարգելի քաղաքացիներ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հենց 2018 թվականի մայիսին Հայր Կորյունը, այսպես ասած, մի շարժում ստեղծեց, նոր Հայաստան, նոր հայրապետ վերնագրով, որը նպատակ էր հետապնդում փոխել կաթողիկոսին, այսպես ճնշելու միջոցով։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուներ շատ մեծ վարկանիշ եւ միգուցե այն ժամանակ հնարավոր կլներ այդ ճնշումով ինքը հասներ իր նպատակին, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպեսի խնդիր չուներ, որովհետեւ այն ժամանակ էլ եկեղեցին առանձնապես չէր բացասական չէր տրամադրված 2018 թվականի փոփոխություններին, որովհետև մեր ամբողջ ժողովուրդը մեծ սպասումներ ուներ, մտածում էր, որ նոր էջ է բացվելու Հայաստանի զարգացման համար, ոչ մեկ չէր հասկանում կամ չէր նկատում, թե ինչ վտանգներ են պարունակում այդ process-ի մեջ, եւ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով մեծ էնտուզիազմ ուներ, դրա համար կարգադրեց, այսպես ասած, իր ենթականերին, որպեսզի ներեկեղեցական խնդիրների մեջ չխորանան։ Հարաբերությունները եկեղեցու եւ Փաշինյանի միջև վատացան 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ 20 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վեհապարը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն այդ հրաժարականի պահանջը օդի մեջ կախված էր եւ ամբողջ հասարակությունն էր պահանջում դա, բոլոր պետական եւ ոչ պետական կառույցներն էին պահանջում, քաղաքական ուժերն էին պահանջում եւ այդ իմաստով վեհապարի պահանջը, այսպես ասած, շարքերից մեկն էր այդ պահանջը եւ այն ժամանակ էլ բացի խոսույթից, որ իրար հանդեպ այդքան էլ դրական վերաբերմունք չկար, որևէ գործողություն չկար, ոչ եկեղեցու կողմից իշխանության դեմ, ոչ էլ իշխանության կողմից եկեղեցու դեմ։ Մեծ հաշվով 2020 թվականից նույնիսկ երբ արդեն Փաշինյանի եւ եկեղեցու հարաբերությունները այդքան լավ չէին, միևնույն է խոսույթից դուրս այն կողմ որևէ գործողություն չէր կատարվում։ Նույնիսկ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ 2024 թվականին, երբ որ արդեն հոգեվորական էր առաջնորդում բողոքի շարժումը, դուք հիշում եք այն ժամանակ եկեղեցին փաստացի որոշում կայացրեց տարանջատվել Բագրատ Սրբազանի այդ շարժումից, սարեցնելով իր կարգավիճակը, ցույց տալով, որ եկեղեցին չի ուզում մտնի ներքաղաքական պայքարի մեջ, մեսեջ ուղարկելով, որ իշխանությունը չպետք է մտնի, այսպես ասած, եկեղեցու ներեկեղեցական խնդիրների մեջ, ինչը նույնիսկ այդ շարժման ժամանակ եկեղեցի պետություն հարաբերությունների մեջ այսպեսի սուր վիճակ չկար, այսինքն խոսույթի մեջ կար իրար քննադատում էին, Փաշինյանը մեղադրում էր վեհապարին, եկեղեցին եւ հակառակը, բայց մեծ հաշվով չկար այնպիսի սուր մի հատ իրավիճակ, որը հիմա մենք տեսնում ենք։ Ինչու այդ սուր վիճակը առաջացավ։ Այդ սուր վիճակը չի առաջացել Փաշինյանի անձնական հումներից կամ, չգիտեմ, եկեղեցու հետ կապված կամ այլ ինչ-որ խնդիրներից։ Սա առաջացավ այս տարվա մայիսից։ Ինչու։ Որովհետեւ այս տարվանից սկսած, հենց սկզբից Փաշինյանը ամենտեղ աղաչում էր, որպեսզի Ալիևը իրեն տրամադրի համաձայնվի ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որպեսզի այդ խաղաղության պայմանագրի թղթով ինքը կարողանա 26 թվականի ընտրություններին այդ թղթով հանդես գա հանրության, ասի, որ ես բերում եմ ձեզ խաղաղություն, որտեղ 21 թվականին ինքը օգտագործում էր նախկինների խաղաթուղթը, հիմա էլ արդեն չի աշխատում այդ նախկինների խաղաթուղթը, Գյումրիի ընտրությունները դա վառ ապացույցներ դրա, 21 թվականին աշխատում էր նախկինների թալանի խաղաթուղթը, այսօր դա էլ չի աշխատում, որովհետև այսօրվա իրենց թալանը
նույնիսկ միջազգային կառույցների Transparency International-ի գնահատականներով մեծ հաշվով ապացուցված է, որ այսօրվա իշխանությունների թալանը նախկիններից էականորեն չի տարբերվում եւ համակարգային կոռուպցիան, ինչպես նախկինում կար, այսօր նույն ձևի մնացել է, ավելին կարող եմ ասել, որ այդ ցուցանիշները օրինակ համեմատած Վրաստանի հետ մեր մոտ կոռուպցիայի ցուցանիշը 20%-ով ավելի բարձր է, քան հարևան Վրաստանում, այսինքն սա էլ չի հնարավոր չի արդեն աշխատացնել, միակ բանը որ մնացել է Փաշինյանը, դա խաղաղության պայմանագրի խաղաթուղթը կարող է աշխատացնել, որը ինքը պետք է ստանա Ալիևից։ Ալիևը տեսնելով, որ այս մարդը կախված է թղթից, այսինքն տեսնելով, որ Փաշինյանը օդի մեջ կախված է, որտեղ ժողովրդի մոտ արդեն չունի վարկանիշ, ինքը փորձում է մաքսիմալ Փաշինյանից օգուտներ քաղել։ Ինչ օգուտներ ստացավ Ալիևը։ Նախ եւ առաջ Մինսկի խմբի լուծարման մասին։ Մինսկի խմբի լուծարման մասին Ալիևը հայտարարում էր, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Փաշինյանը սկզբնական փուլում մերժում էր դա, հետո հայտարարեց, որ Մինսկի խմբի լուծարման հետ համաձայն կլինի, եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց պարզվեց, որ հետո արդեն էլի գնաց այդ կոմպրոմիսի, ինքը համաձայնվեց, որ մինչև այդ պայմանագրի կնքումը Հայաստանը հայտով ներկայացրեց, որ ինքը համաձայն է, որ Մինսկի խումբը լուծարվի, եւ դուք գիտեք, որ այս տարվանից սեպտեմբերի 1-ից պաշտոնապես Մինսկի խումբը լուծարվեց։ Դա ինչ է նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը այլևս միջազգային հարթակում այլևս գոյություն չունի։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի խնդիր միջազգային բոլոր հարթակներում այլևս մենք չենք կարող, այսպես ասած, աշխատացնել։ Հաջորդը ինքը հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Սահմանադրության փոփոխության սկզբնական փուլում իշխող վերնախավը բոլոր բաներով դիմադրում էր, որ մենք դեսի բան չկա, մեր սահմանադրությունը չի խոչընդոտում եւ այլն։ Հետո հիմա արդեն այդտեղ գնաց կոմպրոմիսից, որ ես պատրաստ եմ փոխել սահմանադրությունը, բայց դրա համար պետք է հանրակրվեն անցկացնել, իսկ հանրակրվեն բարդ խնդիրը դա պետք է լինի ընտրություններից հետո։ Ալիևը ասաց հետեւյալը. ուտրեմ ստուլը, вечером деньги մոդելով, այսինքն կփոխես խաղաղության պայմանագիրը, բանի սահմանադրությունը կստանաս խաղաղության պայմանագիր։ Փաշինյանը տեսնելով, որ փաստորեն չի ստանում այդ թուղթը, փորձեց, այսպես ասած, այդ խնդրանքները դիմել ամերիկացիներին, թուրքերին։ Էրդողանին մեծ խնդրանքներով, Էրդողանը ըստ էության տարբեր տեսակետներով համաձայնվել է, որ պետք է ստիպի, որ Ալիևը մինչև ընտրությունները տա այդ թուղթը, իսկ ինչ վերաբերում է ամերիկացիները փաստացի յուրօրինակ օգոստոսի 8-ին ստորագրելով այս թուղթը որոշակի նվեր տվեցին, ֆորա տվեցին Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը գոնե այս փաստաթղթով կարողանա ինչ-որ իմաստով լուծել իր ընտրությունների խնդիրը, բայց դա քիչ է, Փաշինյանը հասկանում է, որ իրեն պետք է լիարժեք խաղաղության պայմանագիր, որը չստորագրվեց օգոստոսի 8-ին։ Ալիևը ասաց, որ ես նախաստորագրության կողմնակիցն եմ, որտեղ քանի դեռ խնդիրները լուծված չեն, ես չեմ համաձայնվի։ Հիմա տեսեք, ուրեմն կան ոչ հրապարակային պահանջներ։ Ոչ հրապարակային պահանջներից մեկն է, ուրեմն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դա ոչ հրապարակայինն է, եւ հայ առաքելական եկեղեցու կառուցվածքի փոփոխությունը։ Դա ինչ է նշանակում։ Հայ առաքելական եկեղեցին մենք գիտենք, որ էքստերիտորիալ կառույց է, այսինքն դա ոչ միայն հայաստանյան կառույց է, այլ հայության կառույց է։ Այսինքն այստեղ երբ կաթողիկոսին ընտրում են ամբողջ հայության կողմից եւ կաթողիկոսն էլ ամենայն հայոց կաթողիկոս է, ոչ թե Հայաստանի կաթողիկոս է։ Ադրբեջանցիներն ու թուրքերն ասում են, քանի որ կաթողիկոսը կախված է ամբողջ հայությունից եւ սփյուռքը ունի ազդեցություն կաթողիկոսի վրա, ուրեմն այդ կաթողիկոսը, քանի որ սփյուռքներ կախված չէ մեզանից եւ սփյուռքը անդադ ճնշումներ է տալիս ցեղասպանության խնդիր, Թուրքիայի դեմ եւ այլն, դու Փաշինյան պետք է փոխես Հայաստանի եկեղեցու կառուցվածքը այնպես, որպեսզի կաթողիկոսը կախված չլինի սփյուռքից, դա առաջի պահանջն է։ Եվ երկրորդ պահանջը, որ կաթողիկոսը ըստ էության, թեև դու համաձայնվել ես, որ պետք է խաղաղ պայմանագիր կնքես Ադրբեջանի հետ, բայց ինքը անդադ ինչ-որ հարցեր է դնում, որ Ադրբեջանում եկեղեցիների խնդրեմ կա, գերիների խնդրեմ կա, բան եւ այլն, ինքը խախտում է, խանգարում է մեր երկխոսության համար։ Բացի այդ, Փաշինյանը համաձայնվել է, որ խաղաղության պայմանագիր կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան։ Ես որպեսզի դա այդ դրույթը հիմնավորեմ, ասեմ, որ այս տարվա մայիսին Անկարայում անցկացվել է արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանս, որտեղ այսպես ասած կոնֆերանսին հղում է արել կոնֆերանսին
կարդացել են Ալիևի ճառը, որտեղ նա հայտարարել է, որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի։ Այսինքն Ալիևը սա պաշտոնապես է հայտարարել եւ ոչ պաշտոնապես պահանջել է Փաշինյանից, որպեսզի Փաշինյանը համաձայնվի դրա հետ։ Ինչը արել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հարցազրույցի ժամանակ ինքը հայտարարեց, որ այո, խաղաղության պայմանագիր կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը Հայաստան, սա ես ասում եմ մայիս ամսվան ժամանակ։ Եվ այդ ժամանակ Փաշազադեն արդեն բնականաբար Ալիևի եւ Էրդողանի հորդորով արդեն հայտարարեց, որ փաստացի պետք է փոխվի պաշտոնապես եկեղեցու կառուցվածքը եւ ընդհանրապես այդ եկեղեցին դա ռևանշիստական կառույց է, խոսքը հայ առաքելական եկեղեցու մասին է խոսքը, ռևանշիստական կառույց է, ինքը թույլ չի տա, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, իսկ որ եթե Հայաստանի իշխանությունը ուզում է ապացուցել, որ ինքը համաձայն է, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ապա ինքը պետք է փոխի Հայաստանի եկեղեցու կառուցվածքը, որպեսզի այն ռևանշիստական չդառնա։ Սա Փաշազադեի, այսպես ասած, մեսիջներ եւ ավելին որպես հակադիր պատասխան Փաշազադեն հայտարարեց, որ ստեղծվում է այս տարվա մայիս ամսին առաջին անգամ ստեղծվում է արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, այսինքն Հայաստանի տարածքին, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան, Փաշազադեն ստեղծում է արդեն, ստեղծված է արդեն արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, որը պետք է սպասարկի այդ արդեն վերադարձած ադրբեջանցիների կրոնական, այսպես է, պահանջները։ Սա ես ասում եմ, այն ինչ որ կա։ Հիմա Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին ասում են, եթե դու իրապես կուլիսներում ինչ որ մեծ խոսք ես տալիս հրապարակային, որպեսզի դու ապացուցես, որ դու չես խաբում մեզ, դու պետք է կոնկրետ քայլերի դիմես։ Առաջին քայլը դա այն է, որ դու պետք է կոտրես այս եկեղեցին եւ նրա կառուցվածքը։ Մտածի ոնց կոտրես։ Հենց այս տարվա մայիսից Փաշինյանը որպես տնային աշխատանք, որպեսզի ապացույցի Ալիևին եւ Էրդողանին, որ ինքը այդ խնդիրը անկեղծ է փորձում լուծել, հրահանգում է իր ամբողջ պետական համակարգին հարձակում սկսել եկեղեցու դեմ։ Առաջինը իր Facebook-յան գրառումով ինքը սկսեց խոսել, որ եկեղեցիները դա ճուլանի են վերածվել, որ կաթողիկոսը ըստեյության այդ լեգիտիմ չէ որպես կաթողիկոս, որ եկեղեցին ընդհանրապես վատ է կառավարվում, այնտեղ շատ, այսպես ասած, մաֆիայի բուն է դարձել, իր կինը դա այդպիսի բան հայտարարություն արեց։ Հետո սկսվեց արդեն process-ը, այսինքն իրենք ինչ արեցին։ Բագրատ Սրբազանի 2024 թվականին ինչ որ փաստերի հիման վրա գործ բացեցին եւ հիմա գնում է այդ գործը։ Հիշեցին, որ Միքայել Աճապարյանը անցյալ տարի կամ նախանցյալ տարի ինչ որ հայտարարությունով էր հանդես եկել, հիշեցին այդ ամենը եւ իր վրա գործ բացեցին։ Այդ գործ բացելը զուտ այն բանի համար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ցույց տա Ալիևին եւ Էրդողանին, որ իրենց կողմից առաջադրանքը տրային աշխատանքը ինքը կատարում է։ Սա շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, այստեղ կաթողիկոսի կամ առանձին եկեղեցականների խնդիր չէ։ Սա նույնիսկ առաքելական եկեղեցու վերնախավի փոփոխություն չէ։ Սա հայ առաքելական եկեղեցու ոչնչացման խնդիր է։ Դրած որը Նիկոլ Փաշինյանը կատարում է, որպեսզի այն թուղթը ստանա, որպեսզի թղթով կարողանա ձեզ ընտրությունների ժամանակ խաբել, որպեսզի կարողանա վերարտադրվի, որտեղ այս մարդը իր 7 տարիների ընթացքում միայն խաբելով է զբաղված եղել, միայն իհարկե ինչ-որ խնդիրներ լուծել է մանր-մունր կենցաղային, բայց գլոբալ իմաստով ինքը բերում էր խաղաղություն, ասում էր, բերեց պատերազմ, ինքը բերում էր օլիգարխիայի եւ կլանային համակարգի վերացում, սարսափելի մի օլիգարխիկ համակարգ է դարձել, որի դրա արդյունքը այն գներն են, որ Հայաստանում կան, դուք տեսնում եք, թե ինչ սարսափելի մեծ փոփոխություն է կատարվել սոցիալական կյանքում, որ մարդկանց կենսամակարդակը ուղղակիորեն անգամներով է իջել մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, բայց այս դրա առանձին թեմա է, առանձին խոսակցության թեմա է։ Հիմա այս եկեղեցու դեմ պայքարի տրամաբանության մեջ նաև ձերբակալվեց Սամվել Կարապետյանը ընդամենը մեկ նախադասության համար։ Այսինքն այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից դա ոչ թե իր անձնական ցանկությունն է, ինքը ըստ էության պարտադրված որոշումներ է, որին իրեն տալիս են Ալիևն ու Էրդողանը։ Ալիևն ու Էրդողանը հրապարակային չեն ասում դրա մասին, որտեղ միջազգային հարթակներում ընդունված չի, որ աշխարհիկ գործիչները խոսեն կրոնական գործիչների մասին բացասական ձևով։
իրենք դա բան են արել, լիազորել են Փաշազադեին, որտեղ ինքը կրոնական գործիչ է, որպեսզի Փաշազադեի միջոցով իրենց շրջաբերականները իջեցվի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամենը փաստացի ի կատար է ածում, որպեսզի ապացուցի Ալիևին եւ Էրդողանին, որ ինքը պատրաստ է լուծել եկեղեցու խնդիրը, որպեսզի ինքը ստանա այդ Բաղդադի նվերը Ալիևից, որը իր պատկերացմամբ իրեն թույլ կտա, որ ինքը վերարտադրվի 26 թվականին։ Սա է խնդիրը։ Հիմա դուք հարց կտաք, իսկ այդքան կարևոր է 26 թվականի ընտրությունների համար, իհարկե կարևոր է, որտեղ ի տարբերություն նախորդ ղեկավարների, այս մարդը հասկանում է, որ եթե ինքը հանկարծ չվերարտադրվեց, ինքը կարող է հայտնվել բանտում, որովհետև ի տարբերություն առաջի, երկրորդ եւ երրորդ նախագահների, իրանք բազմաթիվ սխալներ են արել իրենց կառավարման ժամանակ, բայց այսպիսի ստրատեգիական մակարդակի սխալներ, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, որտեղ մենք կորցրեցինք հազարավոր երեխաներ, որ մենք կորցրեցինք հսկայական մինչև $100 միլիարդ ունեցվածք մենք կորցրեցինք Արցախում, իդեմս շինությունների, շենքշինությունների, տարածքների, զենքի եւ այլն եւ այլն։ Այսպիսի մեծ վնաս Հայաստանի պատմության մեջ ես sense ձևակերպենք մի քանի դավաճաններ են եղել մեր պատմության մեջ, որի շարքում հենց ինքը հայտնվել է նաեւ Նիկոլ Փաշինյան, ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը տարբերակ չունի, պետք է ամեն ձևի պահի իր իշխանությունը, բայց որպեսզի կարողանա պահել, իրեն պետք է որոշակի ինչ-որ հիմնավորում թե ինքը ինչ, որտեղ ինքը բոլոր հարցերում ձախողել է։ Միակ բանը, որ մնացել է իր համար, դա այն է, որ ինքը պետք է համոզի ժողովրդին, որ եթե ես չնեմ, կգա պատերազմ։ Այս է խնդիրը։ Այս գլխավոր բանը, որ մենք պետք է հասկանանք։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը չվերարտադրվեց, ինքը կարող է հայտնվել բանտում։ Ինչպես որ հարևան երկրում Վրաստանում Սաակաշվիլին հիմա հայտնվել է բանտում։ Ավելին կարող եմ ասել, տեսակետ կա, որ ինքը կարող է նաև ճողոպրել Հայաստանից, ինչպես որ Տիխանովսկայան Բելարուսից ճողոպրեց եւ հիմա ապրում է Լիտվայում, բայց վատ լուր եկավ նաև Փաշինյանի համար, որտեղ Լիտվայի կառավարությունը այս տարվա հոկտեմբերին այդ Տիխանովսկային, որ դիտարկում էին որպես ընդդիմության գլխավոր ընդդիմության լիդեր, այն տարեկան 20 թվականից մինչև հիմա տարեկան իրեն $1 միլիոն ապահովում են իր անվտանգությունը, իր օֆիսը եւ այլն, որոշեցին, որ հոկտեմբերից արդեն հանում են այդ անվտանգությունը եւ ապահովումը, բան, եւ արդյունքում ըստ էության Տիխանովսկան դարձել է շարքային քաղաքացի։ Եվ Փաշինյանը երաշխիք չունի, որ ասենք եթե ճողոպրելի, որտեղ ինքը հսկայական դրական դեր է կատարել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, շատ մեծ դրական դեր է կատարել նաեւ Արևմուտքի համար, որտեղ Ռուսաստանին մեծ հարված է տվել Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին, հստակ Ռուսաստանը հիմա լծակ չունի Ադրբեջանի վրա եւ ինքը մեծ վնաս է ստացել Փաշինյանից եւ շատ լավ հասկանում է Փաշինյանը, որ Պուտինը իրեն չի ներելու եւ ինքը շատ լավ հասկանալով ինքը ամեն կերպ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի ազդեցությունից, իսկ ցանկացած խելամիտ մարդ հասկանում է, որ Հայաստանի դուրս բերումը Ռուսաստանի ազդեցությունից ավտոմատ նշանակել է, որ Հայաստանը մտնել է Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ ցանկացած գրագետ մարդ, որը 4-րդ դասարանը ավարտել է եւ գիտի աշխարհագրությունը ինչ է եւ տեսնում է Հայաստանի քարտեզը, ապա տեսնում է, որ Հայաստանը կարող է լինել կամ Իրանի ազդեցության տակ, կամ Թուրքիայի, կամ Ռուսաստանի։ Իհարկե Հայաստանը որպես անկախ պետություն ֆորմալ իմաստով կհայտարարի, որ ինքը որևէ մեկի ազդեցության տակ չէ, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կա գերակա, այսպես ասած, հարաբերություն։ Հայաստանը մինչև հիմա գերակա հարաբերություններ ունեցել Ռուսաստանի հետ, ինքը նաև նորմալ հարաբերություններ է փորձել է զարգացնել նաև Եվրոմիության հետ, ՍԵՊԱ ծրագրի շրջանակներում փորձել է զարգացնել Միացյալ Նահանգների հետ եւ այլն եւ այսպես, բայց մեծ հաշվով փոքր երկիրը միշտ պետք է որոշ մի երկրի, այսպես ասած, հետ հատուկ հարաբերություններ ունենա, որտեղ ցավոք սրտի եմ ասում, մեր իրավիճակը այնպեսին է եւ փոքր երկրների տրամաբանությունն է այդպեսին, որ նույնիսկ այսօրվա Եվրոմիության երկրները այս պայմանությամբ բոլորի համար տեսանեն, թե ինչ մեծ կախվածության մեջ են Միացյալ Նահանգներից։ Տրամպը անընդհատ ցույց է տալիս, թե աշակերտների պես նույնիսկ այնպիսի երկրների ղեկավարը, ինչպես Ֆրանսիան է, Մեծ Բրիտանիան է, Գերմանիան է, Իտալիան է, այդ երկրների լիդերներին, որ շարքով կանգնացնում են, մարդիկ տեսնում են, որ այնտեղ կա ուսուցչի եւ աշակերտների հարաբերություններ։ Դա նորմալ է, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որտեղ օբյեկտիվորեն, եթե նախկինում դա իմպերիաներ էին եւ իմպերիալի տակ երկրներ էին, որոնք գաղութներ էին, այսօր այդ նույն մոդելը մնացել է, պարզապես փոխվել է ձևը, այսինքն համաշխարհային դեմոկրատիան, համաշխարհային
պրոգրեսը բերել է նրան, որ բոլոր այդ հարաբերությունների մեջ փոփոխությունը կատարվել է ձևի մեջ, բայց ոչ բովանդակության մեջ։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ փոքր երկիրը մեծ երկիրը չի կարող հավասար լինի, որտեղ մեծ երկիրը ունի ավելի մեծ ազդեցություն փոքրի վրա կամ փոքրը մեծի վրա։ Չի կարող ասենք, օրինակ, չգիտեմ, Լիտվան ազդել Միացյալ Նահանգների վրա, այլ ոչ թե Միացյալ Նահանգները Լիտվայի վրա։ Նույնը Հայաստանն է։ Հայաստանը ըստ էության ունի հնարավորություն, նույն այսօրվա Իսրայելը առանց Միացյալ Նահանգների ինքը չի կարող գոյատևել։ Դա բոլորս էլ հասկանում ենք։ Դա այստեղ ամոթ բան չկա։ Դա նորմալ երևույթ է եւ մենք բոլորս էլ ըմբռնումով պետք է անցնենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի անկախությունը մաքսիմալ մեծացնենք, այսինքն մենք ունենանք լավ հարաբերություններ Ռուսաստան, ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի, բայց փորձենք նաեւ ուժեղանալով մեծացնել նաեւ մեր հարաբերությունները նաեւ Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ, Միջին Արաբելյան երկրների հետ, արաբական երկրների հետ եւ նաեւ փորձենք կառավարել եւ վտանգները կառավարել եւ խաղաղ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Դա շատ նորմալ վիճակ է, բայց Նիկոլ Փաշինյանի նպատակը դա չէ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է արել ինքը Արցախում, ինքը Արցախը կործանելով ոչ միայն մեծ վնաս է տվել Հայաստանին, այլև տիեզերական մեծ վնաս է տվել Իրանին եւ Ռուսաստանին, որովհետեւ ըստ էության ազատել է Ադրբեջանի ձեռքերը Արցախից եւ Ադրբեջանը փաստացի հիմա դիտարկվում է որպես գլխավոր ֆորպոստ Թուրքիայի եւ որոշ շրջանակների համար, նույն Իսրայելի համար, որը պետք է մեծ որոշակի դերակատարություն կատարի եւ դա նյարդայնացնում է Ռուսաստանին եւ Իրանին եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է թե ինչ է կատարել եւ ինքը փորձում է մաքսիմալ իր իսկ ամտանցան տեսակետից անենց ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը մաքսիմալ թուլանա իր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դրա համար որպես ալտերնատիվա տեսնում է Թուրքիայի հետ շատ ուժեղ հարաբերություններ հաստատել։ Ինչ է նշանակում Թուրքիայի հետ լավ հաստատել, մենք շատ լավ գիտենք մեր պատմության մեջ։ Մեր պատմության մեջ հայկական վերնախավը այն ժամանակ փորձել է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել 20-րդ դարի սկզբին, դե ինչպես այն ավարտվեց մենք բոլորս գիտենք, եթե ինչ-որ մարդիկ էլ չգիտեն, դա դրան գլխավոր մեղավորը այսօրվա վայ պատմաբաններն են, որոնք ցավոք սրտի պետությունից հսկայական գումարներ են ստանում, բայց իրենց առաքելությունը չեն կատարել մեր հասարակությանը, դա առանձին խոսակցության թեմա է, ես ցավոք սրտի եմ ասում։ Թուրքիայի համար չկա, այսպես ասած, լավ Հայաստան։ Իրենց համար դոկտոր Նազիմը դեպ 10 թվականին հայտարարել է, որ մեր համար գլխավոր խնդիրը այն է, որ պետք է հայ չլինի այս տարածաշրջանը, որտեղ այդ էթնոսը խանգարում է Թուրքիայի ներդաշնակ միացումը Ադրբեջանի եւ թուրանական այլ ժողովուրդների հետ։ Սա պարզ խնդիր է, բոլորի համար տեսանելի է։ Դա չի նշանակում, որ մենք պետք է առօրյից իրգուն մտածենք, թե ոնց անենք, որ Թուրքիայի դեմ պատերազմ հայտարարենք։ Իհարկե ոչ։ Մենք պետք է կարողանանք կառավարել այդ վտանգները։ Կառավարելու համար մենք պետք է ունենանք ուժեղ դաշնակիցներ, որովհետեւ Թուրքիան տեսնի, որ մենք ունենք դաշնակից, փորձի մեր հետ հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե մեզ կլանել։ Սա շատ գլխավոր խնդիր է, բայց հաշվելով այն հանգամանքը, որ մենք հայտնվել ենք մի փակուղային վիճակի մեջ, որտեղ առաջացել է այն բանի պատճառով, որ Փաշինյանի անձամբ իր անձնական շահերին հակասում է ունենալ ռազմավարական դաշնակիցների դեմս Ռուսաստանի եւ Իրանի, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի դուրս գա այդ երկրներից, ավտոմատ թուլացնում է Հայաստանի շահը։ Ինքը կարող է չի ուզում դա, բայց իր անձնական շահն է այդպիսի բան պահանջում։ Եվ արդյունքում մենք հիմա մեծ կորուստներ ենք ունենալու, եթե այս մարդը կարողանա վերարտադրվի 26 թվականին։ Եվ սա է իրականությունը, այսինքն փաստացի դրած է Հայաստանի լինել չլինելու խնդիրը 26 թվականից հետո, բայց նաև դրված է Նիկոլ Փաշինյանի լինել չլինելու խնդիրը նույն 26 թվականից հետո։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության շահերը 180 աստիճանով, քանի որ հակադարձ են իրար, առաջացել է կամ խնդիրը։ Ես որպես Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ եւ իմ ընկերները մենք անդադ քննարկում ենք այդ խնդիրը, որտեղ լինելով նաև քաղաքագետներ հասկանում ենք, որպեսզի այստեղից լուծումներ պետք է գտնել, հումանիտար միջանցքներ տալու տրամաբանությամբ, նույնիսկ պատերազմների ժամանակ, որպես երբ որ մեկը մյուսին փորձում է հաղթել, չի ուզում ամեն գնով հաղթել, փորձում է հումանիտար ճանապարհ տալ, որպեսզի թշնամին փախնի, որպեսզի առանց մեծ զոհերի կարողանա իր հասնել իր նպատակին։ Մենք էլ փորձում ենք այդ խնդիրը լուծել հումանիտար միջանցքի տրամադրելով այս մարդկանց, որպեսզի այս մարդիկ ունենան հնարավորություն փախչեն հայ երկրից, որպեսզի մեծ վնասներ տալու բանը չունենան։ Սա կստացվի թե չի ստացվի, ես չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ այս մարդիկ ծրագրավորված իրենց շահերից ելնելով ամեն ինչ անում են, որ Հայաստանը կործանք։ Տենց ստացվել է։ Իրանք միգուցե չէին ուզում,
բայց իրենց շահերը այդպես է առաջ եկել, իրենց շահերը 180 աստիճանով հակադարձ են Հայաստանի Հանրապետության շահերի։ Այսինքն ստացվել է այս խմբակը եւ 3 միլիոն մարդ։ Նույնիսկ եթե 3 միլիոն ճիշտ մարդիկ կան, որոնք դեռ չեն գիտակցում եւ իրենց կողմնակից են մի 10-15%։ Միևնույն դա կապ չունի արդեն։ Որակյալ բովանդակությունը մեր ժողովրդի արդեն ամբողջովին հասկացել է դա, տարբեր պատճառներով է հասկացել։ Մեկը սոցիալական, մեկը ազգային, մեկը տեղեկատվական, բոլորի համար արդեն ակնհայտ է, որ այս իրավիճակը այսպեսին է։ Հիմա այս մարդը փորձում է լուծել խնդիրը։ Այն ինչ որ հիմա դրած է, ինքը փորձում է այլընտրանքային եկեղեցի ստեղծել։ Պատկերացնեք դա ինչ է նշանակում։ 1700-ամյա եկեղեցու այս մարդը ուզում է այլընտրանք, իսկ դուք տեսբան բնության մեջ չի կարող լինել։ Ես դրա համար մեր շարքային կպայականներին եմ ուզում կոչով դիմել, հարգելիներս, միևնույն է այս մարդուն հնարավոր չի, որտեղ 1700 տարվա ընթացքում բոլոր տիպի կայսրությունները փորձել են լուծել, այս խնդիրը չեն ստացվել։ Ինչ որ Նիկոլ Փաշինյան կարող է այդ խնդիրը լուծել, մի հավատացեք դրան։ Մի մտեք, որտեղ 2026 թվականից դեռ կյանք կա։ Դուք այդ կյանքում պետք է ապրեք, դուք պետք է Հայաստանում ապրեք ձեր ընտանիքներով, մենք պետք է միասնական համերաշխ ապրենք իրար հետ։ Այս խմբակը պետք է չհեռանա, դա չի լինելու, բայց դուք մնալու եք Հայաստանում։ Դուք պետք է մնաք եւ հասկանաք, որ մենք պետք է իսկապես վերականգնենք մեր համերաշխությունը որպես մեկ միասնական ազգ, որպեսզի կարողանանք այս ծանր վիճակից դուրս գանք։ Որովհետեւ եթե Օսմանյան կայսրությանը չի հաջողվել այս խնդիրները լուծել, ո՞նց կարող է մի խումբ ավանտյուրիստների Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր լինի ինչ-որ մի ավանտյուրիստ նախկին հոգեվորականների հավաքեն իրաց գրպանի հավաքեն եւ փորձեն այդ խնդիրը լուծել։ Իհարկե, այս ավանտյուրիստների գլխից ամեն ինչ անցնում է, կա ինֆորմացիա, որ իրենք նաեւ բաղդում են բանի այդ Ստամբուլի այդ հունական ուղղափառ եկեղեցու ղեկավարին են հանդիպել, քննարկել են այս թեման, ասեմ ձեզ իմանաք, այդպես ինֆորմացիա էլ կա։ Նույնիսկ ինֆորմացիա որ կա, որ Արամ Արաչինի Կիլիկիայի կաթողիկոսի հետ են քննարկել, ուզում են տակից դուրս գան, որպեսզի հարցը լուծեն, բայց չի ստացվելու, որովհետև Արամ Արաչինը անկախ ամեն ինչից ինքը լուրջ կաթողիկոս է եւ չի գնա այսպիսի ավանտյուրայի, իսկ ինչ վերաբերում է հույների ուղղափառին, ապա նրանք կարող են Տոմաս նվիրեն, ասենք Պարաշենկոին, բայց բարեբախտաբար եւ ցավոք սրտի Փաշինյանի համար մենք ուղղափառ ժողովուրդ չենք, մենք առաքելական ժողովուրդ ենք եւ այստեղ նոր ուղղափառ այսպես հոսանք Նիկոլ Փաշինյանը չի կարող ստեղծել եւ այդ իմաստով նրա հույսը այս պարակտիչ հոգեվարականների ինչ որ մի քանի միջոցով փորձ է ստեղծել այլընտրանքային եկեղեցի, սա դատապարտվելու է, դա ձախողվելու է եւ ես կոչ կանեմ մեր ժողովրդին, այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն հասկանում թե ինչ է կատարվել, զերծ մնալ այս ամեն ինչից, դա մեծագույն ողբերգություն է մեր ժողովրդի համար, այս ամարտիկ պատրաստ են նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահարեն, միայն թե կարողանան լուծել իրենց խնդիրը, այս մարդիկ ոչ մի առաջ չեն կանգնելու։ Եվ այս իմաստով, հարգելի Մարիամ, ուզեմ նաեւ Պարոն Ռոզան, եթե կարելի է ուղղակի եւս մեկ անգամ հստակ բացատրեք, որ վաղաշաբաթի ընտրություններում պետք է ամեն ինչ անել, թույլ չտալու այս իշխանությունն իր արբանյակները այնտեղ Արամ Զավենի Սարգսյան կլինի, այնտեղ Քոքոբելյանի ներկայացուցիչ կլինի, իրենք չհաջողեն, որովհետեւ ըստ էության դա վերջնական հարվածուղայթ կհասցնի մեր եկեղեցուն։ Խնդրեմ, ինչ ունեք ասելու նաեւ, եթե իհարկե դրան ասելի մնացել է Արվիշտի Մեխակյանին համեցեք։ Տեսեք, վաղաշաբաթի ընտրությունների վերաբերյալ սա իհարկե շատ նեղ մասնավոր խնդիր է, այս գլոբալ խնդրի մեջ, եւ իհարկե անհամեմատելի է վաղաշաբաթի ընտրությունների կարեւորությունը, այն ինչ որ կա հիմա Հայաստանում, բայց եթե քանի որ այս ընտրությունները ըստ էության նշանակվել են եւ նոյեմբերի 16-ին անցկացվել են վաղաշաբաթի համայնքի ընտրություններ, ապա ես ուղղակի կուզեի դիմել այն մարդկանց, ովքեր որ քվեարկելու են Արգիշտի Մեխակյանի օգտին, այդպիսի մարդիկ էլ կան բնականաբար համայնքում, բայց իրենք չեն գիտակցում, որ իրենք քվեարկելով Արգիշտի Մեխակյանի օգտին, բացած իրենք քվեարկելու են իրականում Փաշազադեի օգտին, որովհետև սա սովորական ընտրություն չէ, սա տեղական իհարկե ֆորմալ իմաստով սա համայնքային ընտրությունն է, որտեղ 8 քաղաքական ուժ են մասնակցում, շատ վատ է, որ ընդդիմությանը չի հաջողվել այդ գիտակցությունը բերել, որ սա սովորական լոկ քաղաքական ընտրություն չէ, սա առանձին թեմա է, սա մեր ընդդիմության ողբերգությունն ու խայտառակությունն է միաժամանակ, ես ցավոք սրտի պետք է դա խոստովանեմ, բայց դա առանձին թեմա է, հետագայում մենք
որ ռազմական լինի, մենք շատ ֆունդամենտալ ռազմական ենք անելու այս հարցերի վերաբերյալ, բայց դա խնդիրը չեմ ուզում վերադառնամ սրան, ես ուզում եմ նշել հետևյալը, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը սա դիտարկելու է որպես, այսպես ասած, միջոց, որ ինքը ցույց տա միջազգային հանրությանը եւ հանրությանը, որ ինքն է ճիշտ եւ եկեղեցին սխալ։ Այսինքն փաստացի այս ընտրությունների միջոցով այն մարդիկ, որոնք միգուցե ինչ-ինչ անձնական հատկություններով կարող են ընտրել Արգիշտի Մեխակյանին, իրենք իրենց ոտքին են կրակելու։ Եթե չասեմ իրենց գլխին են կրակելու, որովհետեւ այդ մարդիկ չգիտակցելով, իրանք փաստացի ընտրելու են Փաշազադեի առաջարկին, որտեվ այն ինչ որ փորձում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը, դա այն Փաշազադեի կողմից հրապարակային մակարդակի հնչած պահանջն է այս տարվա մայիսին, որը իրականում Փաշազադեի հետևի կանգնած են Էրդողանն ու Ալիևը, դա բոլորիս համար պարզ է, դա բոլորը գիտեն դրա մասին։ Այսինքն փաստացի քաղաքացին, որ պետք է ընտրություն կատարի այս կամ այն տեխնացուի օգտին, պետք է հասկանա, որ ընտրելով Արգիշտի Մեխակյանին, անկախ նրանից այդ անձը ինչ անձնավորություն է, ես չեմ ուզում անդրադառնալ, այդ մարդուն չեմ ճանաչում, մի քանի տեղ տեսել եմ, խոսում է շատ անդեմ անձնավորություն է, դիմագիծ չունեցող անձնավորություն է, խոսում է շատ բյուրոկրատական լեզվով, մարդկային շատ քիչ բան կա նրա մեջ, բայց չեմ ուզում ավել բան ասեմ, որտեղ անձնապես չեմ ճանաչում եւ չեմ ուզում այլ գնահատականներ տալ, բայց պարզ մի բան կարող եմ ասել, որ ընտրելով Արգիշտի Մեխակյանին, հարգելի ժողովուրդ, դուք ընտրելու եք փաստացի Փաշազադեին։ Ընտրելով Փաշազադեին, դուք ընտրելու եք ադրբեջանցիների վերադարձի օգտին Հայաստան։ Ընտրելով ադրբեջանցիների վերադարձի Հայաստան, դուք ընտրելու եք ձեր ապագա, ձեր եւ ձեր երեխաների արտագաղթի օգտին Հայաստանից։ Ինչու՞։ Որովհետեւ լավ իմացեք, թե օրինակ Կիպրոսի օրինակը կարող եմ բերել, եթե մենք լուրջ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ լինեին, իրենք կներկայացնենք, թե Կիպրոսում ինչ կատարվեց 60-ական թվականներին եւ ինչ է կատարում ինչ է հիմա։ Ցանկացած, ասենք, եթե 1000, եթե նույնիսկ 2000 ադրբեջանցի որ վերադառնա Հայաստան, իրենք արդեն դառնալու են պլազդան, որ Թուրքիան ստանա բարոյական իրավունք զորք մտցնելու Հայաստան։ Այսինքն շատ պարզ մենք պետք է հասկանանք, եթե մենք նույնիսկ մի գյուղ կամ մի գյուղի կես թույլ տանք, որ ադրբեջանցի վերադառնա, այս ադրբեջանցի ժողովրդի ոչ մի դեմ խնդրեմ չունեմ։ Ես մեծ հաշվով միշտ համարել եմ, որ ինտերնացիոնալ արժեքներն ավելի բարձր են, քան ցանկացած բան։ Ես սովետական միության մեջ եմ իմ կրթությունը ստացել եւ բարեբախտաբար եւ հպարտ եմ նրանով, որ ես ստացել եմ այնպիսի դաստիարակություն եւ կրթություն, որ մարդու պետք է առաջին մարդ նայես, հետո որ արդեն ազգության խնդրին նայել, բայց ցավոք սրտի ես ադրբեջանցիների հանդեպ շատ լավ եմ տրամադրված եւ ադրբեջանցիները շատ նորմալ ժողովուրդ են։ Այլ խնդիր է, որ ցանկացած ժողովուրդ կարելի է սարքել գազան, ինչպես որ 33 թվականին հիտլերյան նացիստները սարքեցին գերմանացիներից գազան, եւ ադրբեջանցիներին կարող են օգտագործել Էրդողանն ու Ալիևը իրենց պետական եւ կայսերական ծրագրերի մեջ, եւ այդ իմաստով կարող են տուժվել մենք եւ մասնարարպես այն մարդիկ, ովքեր որ դեռ հիմա չեն հասկացել, չեն գիտակցում եւ կարող են հանգրց իրենք սխալմամբ գնան քվեարկեն ԿՊ-ին։ Այսօր քվեարկել ԿՊ-ի օգտին, դա նշանակում է քվեարկել ադրբեջանցիների վերադարձի օգտին Հայաստան։ Դա նշանակում է, որ Հայաստանը դարձնել սկզբից Արցախ, հետո արդեն Արցախի ճակատագիր։ Այսինքն սա շատ կարևոր է մենք բոլորս հասկանանք։ Այսինքն նույնիսկ եմ կրկնում, եթե այն մարդիկ, որ տրամադրված են ու քվեարկել Արգիշտի Մեխակյանի օգտին իր անձնական ճանաչելիության պատճառով, ես ձեզ խորհուրդ կտամ ձեռնպա մնաք, մի քվեարկեք, մի կրակեք ձեր ոտքին կամ ձեր գլխին, տունը մնացեք, մի քվեարկեք, կամ քվեարկեք որևէ այլ կուսակցության։ Տեսեք, ես չեմ ասում գնացեք քվեարկեք ընդդիմությանը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդիկ, ովքեր որ հասկանում են այդ ամեն ինչը, իրանք պարտավոր են անպայման գնալ եւ քվեարկել, չմտածել, որ իրենք ճիշտ է մտածում են, որ իրանց հարևանը կգնա քվեարկի, ինքը կարող է ժամանակ չունենա, ինքը պարտավոր է գնալ քվեարկել, որովհետեւ այս մարդիկ մանիպուլյացիայի մասնագետներ են դարձել։ Տեսեք, այդ համայնքների միացման արդյունքում մինչև միացումը Էջմիածնում եւ Խոյ համայնքում ապրում էր իրար հետ միասին 65000 մարդ, բայց միացման արդյունքում պաշտոնապես այսօր հայտարարում են, որ կա 70000 ընտրող, այսինքն 5000 ընտրող ավել են ներկայացնում։ Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ այդ 5000 ընտրողը այս մարդիկ իրենց գրպանում պահել են, որպեսզի կարողանան ընտրությունների արդյունքում ցույց տան իրենց արդյունքը։ Դա շատ վտանգավոր խնդիր է,
որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում այդ 5000-ը, ապա իրար հետ միասին մաքսիմում կանխատեսում է, որ հնարավոր է քվեարկությանը մասնակցեն 20-ից 30,000 մարդ։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում 20-ից 30,000-ի մեջ 5000։ Սա ֆանտաստիկ մեծ թիվ է, այսինքն այս իշխանությունը բոնուս ունի։ Մոտարապես 20-25% բոնուս ունի իր մեջ եւ մեր ժողովուրդը, մեր համայնքի ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կանխի այդ process-ը, այն ինչ որ ինչպես որ արեցին Գյումրիում։ Գյումրիում էլ իրանք հսկայական վարչական ռեսուրսներ ծախսեցին, հավաքեցին 17000 ձայն, մտածելով որ իրենք ունենան 50%-ից ավել ձայն, բայց գյումրեցիները հասկացան, գիտակցեցին ինչ է կատարվում, գնացին, քվեարկեցին եւ խափանեցին իրենց ծրագրերը։ Սա է խնդիրը։ Եվ հիմա նույն Վաղարշապատի ժողովուրդը հաշվենալով այս հանգամանքը պետք է ամեն ինչ անի, որ գնա եւ քվեարկի ընդդիմության օգտին։ Ում ուզում եք քվեարկեք, տեսեք, ես ինքս Մայր Հայաստանի ներկայացնում եմ, ես իհարկե հասկանում եմ, որ լավ կլինի, որ դուք քվեարկեք Մայր Հայաստանի օգտին, որտեղ Մայր Հայաստանը իր անունով հանդես եկել եւ Երևանում, եւ Գյումրիում, եւ Վաղարշապատում, այսինքն այդ իմաստով ինքը, տեսեք, այդպիսի ուժ, որը միաժամանակ եւ տարբեր տեղերում հանդես գա, այդպիսի ուժ չկա։ Ասենք Գյումրիում հանդես են գալի տեղական ուժերը, հիմա Վաղարշապատում հանդես են գալի տեղական ուժերը կամ այն ուժերը, որ տեղական չեն, բայց Երևանում կամ Գյումրիում չեն մասնակցել, բայց նույնիսկ այս պարագայում ես չեմ պնդում, ասում եմ նորից եմ գնացեք քվեարկեք ընդդիմության օգտին, միայն թե մի քվեարկեք ՔՊ-ի օգտին, որտեղ ՔՊ-ի օգտին քվեարկել կնշանակի քվեարկում եք Բաշազադեի օգտին, ընդ որում ասեմ, որ ես Բաշազադեի դեմ ոչ մի բան չունեմ, ես հարգում եմ ադրբեջանցիներին կրոնական իրավունք ունենալ սեփական ղեկավար, ես հարգում եմ ադրբեջանցիներին իրենց իրավունք ունենալ սեփական նախագահ, բայց մենք էլ պետք է իրանք պետք է հարգեն մեզ, որ մենք պետք է ունենանք մեր եկեղեցին եւ մեր ղեկավարը։ Այս սա է խնդիրը, այսինքն մենք ոչ թե Բաշազադեի դեմ ենք հանդես գալիս, մենք դեմ ենք, որ Բաշազադեին միջամտի Հայաստանի ներքաղաքական եւ առավելևս ներեկայական խնդիրների մեջ։ Սա շատ ամենակարևոր խնդիրը սա է, հարգելի ժողովուրդ։ Ես ուզում նաեւ այս հարցին անդրադառնալ։ Կներեք, մի բան էլ ուզում եմ ավելացնեմ, անկախ նրանից թե Արգիշտի Մեխակյանը ով է, բայց հաստատ հարգելի Մարիամ կարող եմ ասել, որ Արգիշտի Մեխակյանից Կիմ Չեն Ին կամ Կիմ Ir Սեն հնարավոր չէ սարքել։ Տեսեք, հա, ես ինչ եմ դա ասում, տեսեք, ցանկացած մի քաղաքացի, տեսեք, վաստակը ուրացող դավաճանների հետ։ Հիմա տեսեք, ցանկացած քաղաքացի, ես դուք մեքենայով փորձեք գնաք հիմա Էջմիածին մտնելուց առաջ կտեսնեք բոլոր այդ ճանապարհի հենց որ Էջմիածին մտնում Արգիշտի Մեխակյանի նկարները կախած է, դա ամոթ է, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ես ուզում եմ մեր դեսպանատն արևմտյան երկրների դեսպանատներին են դիմում, միջազգային կառույցներին են դիմում։ Դա դուք այս մարդկանց համարում եք հայկական դեմոկրատիայի խորհրդանիշներ, դեմոկրատիայի ներկայացուցիչներ։ Մի կողմ թողնենք, որ սրանք դեմոկրատիայի հետ կապ չունեն, եւ դուք տեսնում եք դա։ Դուք տեսնում եք սա այն այլանդակությունները, որ կատարվում են եկեղեցու դեմ, քաղաքական գործիչների դեմ, պաշտպանների դեմ, փաստաբանների դեմ, բայց դուք տեսնում եք նաև ինչ է կատարում այս մարդկանց մակարդակը իրենց ինչ է, սա գեղցի գավառական մի հատ իշխանություն է, որը այդ Արգիշտի Կիրյանի նկարները դնելով այնպեսի տհաճ դուք ձեզ դուր է գալիս այս ամենը, ես ուզում եմ հասկանամ հարգելի դեսպանատների ներկայացուցիչներ, ձեզ դուր է գալիս ամեն ինչը, ես ուզում եմ դիմեմ նաև Միացյալ Նահանգների դեսպանատան այն անդամներին, ովքեր որ ամերիկյան MAGA շարժման հարող մարդիկ են եւ Տրամպի կողմնակիցներն են։ Ես մի բան ասեմ, ձեզ դուր եկավ այն ինչ որ կատարվեց Ռիչարդ Քիրքի հետ Միացյալ Նահանգներում, երբ որ սպանվեց այդ ազնվագույն անձնավորությունը, այդ անձնվագույն մարդը, որը բարոյական արժեքներ էր քարոզում Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում։ Բնականաբար ձեզ դուրս չեկավ, չէ՞ դա այդ ամենը։ Դա մեծ ողբերգություն էր, բայց այդ ողբերգությունը կմնա այնքան ժամանակ, քանի այս լիբերալ ֆաշիզմը պահպանվի Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգներից դուրս։ Բայց ես ասեմ, որ այդ լիբերալ ֆաշիզմը, որը հաստատված էր Բայդենի կառավարման ժամանակ, տիրաժավորվում էր ամբողջ աշխարհում, մեկ այդ թվում նաեւ Հայաստանում։ Եվ այն ինչ որ կատարվեց Փարաքյարում Վալոդիա Գրիգորյանի հետ, դրա Ռիչարդ Քիրքի սպանության փոքր մոդելներ Հայաստանում։ Այ որպեսի դուք կարողանաք մաքրել Միացյալ Նահանգները այն կեղտից, որը կա Միացյալ Նահանգներում, դուք պետք է նաև չխրախուսեք այն կեղտը,
որը կա տարբեր երկրներում, որտեղ այդ տարբեր երկրների կեղտը ունեն մի հատ հատկություն, կոնսոլիդացված են իրար հետ, որպեսզի այդ կեղտի դեմ մենք հնարավոր լինի էֆեկտիվ պայքարենք իրար հետ, մենք պետք է իրար աջակցելով իսկապես ամբողջ աշխարհի ազնվագույն շրջանակները, ես մասնավորապես նկատի ունեմ ՄԱԳ-ը շարժմանը Միացյալ Նահանգների, պետք է մենք իսկապես յուրօրինակ սեփական ինտերնացիոնալ հիմնենք։ Ես ինքս որպես Մայր Հայաստանի ներկայացուցիչ ասեմ, որ մեզ շատ հոգեհարազատ է հենց Միացյալ Նահանգների ՄԱԳ-ը շարժման գաղափարներն ու սկզբունքները, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ նույն սկզբունքներն ու արժեքները հաստատվեն նաեւ Հայաստանում, բայց դուք էլ նաեւ ձեր քայլերով պետք է ամեն ինչ անեք, որ առնվազն չաջակցեք այն կեղտին, որը նորից եմ ասում, կար Միացյալ Նահանգներում մինչև Տրամպի հաղթանակը դոմինանտային դեր էր կատարում, եւ դա տիրաժավորված է ամբողջ աշխարհում։ Սա շատ կարևոր խնդիր, որ մենք հասկանանք, որտեղ մենք կարող ենք հաղթենք եւ խաղաղություն հաստատենք աշխարհով մեկ այն ժամանակ, երբ որ մենք ուժեղ լինենք միասին։ Մենք ուժեղ ենք միասին կարգախոսը պետք է լինի բոլորիս համար միասնական սլոգան, կարգախոս, որպեսզի մենք վերջնականապես կարողանանք հաղթենք եւ ամեն ինչ անենք, որ անշրջելի դառնա այն process-ը, ինչ որ եղավ Տրամպի հաղթանակով Միացյալ Նահանգներում եւ այն process-ը, որ հիմա գնում է Սլովակիայում, Հունգարիայում, վերջերս Չեխիայում եւ վաղ մյուս օրը մենք ականատես ենք տեսնելու նաեւ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Եվ այդ իմաստով միայն այդ ճանապարհով աշխարհում կհաստատվի խաղաղություն։ Հակառակ դեպքում աշխարհը գնալու է երրորդ համաշխարհային պատերազմի, իսկ փոքր երկրները գնալու են քաղաքացիական պատերազմի։ Սա է իրականությունը։ Վրացիները եւ ադրբեջանցիները Եվրանեստին չմասնակցել, խնդրեմ։ Տեսեք, այսօր մենք բոլորս գիտենք, որ բացվում է Եվրանեստի լիագումար համագումարը, որտեղ փաստացի չեն մասնակցում մեր հարևան երկրների ներկայացուցիչները, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Հիմա տեսեք, փաստացի եթե հաշվի առնենք այն, որ Բելարուսի ներկայացուցիչը վաղուց արդեն չի մասնակցում, կարելի ասել, որ Երևանում փաստացի քննարկմանը մասնակցելու են Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները։ Բայց ինչու վրացիները հրաժարվեցին մասնակցելու։ Ես կարծում եմ, որ ճիշտ արեցին։ Իրենց խորհրդարանի նախագահան հայտարարությունով հանդես եկավ եւ լիարժեք համաձայն եմ դրա հետ, որովհետեւ այդ կառույցը դարձել է խիստ գաղափարականացված կառույց, որը կապ չունի դեմոկրատական արժեքների հետ, ինքը փաստացի հրավիրել է Վրաստանի ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր որ պարակման ֆունկցիա են կատարում Վրաստանում եւ հակասահմանական գործողություններով են զբաղված եւ խրախուսվում են Եվրամիության բյուրոկրատիայի կողմից։ Հիմա պատկերացրեք Վրաստանի ներկայացուցիչ գար Երևան եւ այդ Եվրանեստի վերնախավը պետք է ինչա հարթակ սարքի Հայաստանը պետք է դառնար հարթակ, որպեսզի Վրաստանի տարբեր շրջանակներ իրար հետ հակամարտության մեջ մտնեին։ Դա ծաղելի կներ վրա ժողովրդի համար։ Եվ Վրաստանի իշխանությունը շատ արժանապատիվ որոշում կայացրեց եւ չմասնակ, բայց սա նաեւ մեսիջ է Հայաստանի իշխանության համար, որ Հայաստանը փաստացի այնպիսի վիճակի դարձել է հարթակ այդպիսի երևույթների համար։ Ադրբեջանն էլ որպես համերաշխություն Վրաստանին չմասնակցեց։ Ճիշտ է ինքը այլ պատրվակ բերեց, որ չգիտեմ Եվրամիությունը ինչ որ այլ նախկինում որոշումներ եկած կամ լավ չի ողջունել օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը, որ կնքվեց Վաշինգտոնում, բայց ես կարծում եմ դրանք պատրվակ էին, պրոստը ադրբեջանցիները տեսնելով Վրաստանը չի մասնակցում, իրենց համերաշխությունը ցույց տվեցին Վրաստանի այսօրվա իշխանությանը եւ ստացվեց այնպես, որ այսօրվա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ հայտարարում է, որ տարածաշրջանի խաղաղության կողմնակից է, որ հարևանի հետ լավ հարաբերությունների կողմնակից է, փաստացի այսօրվա իշխանությունը դարձել է գործիք եվրոպական բյուրոկրատիայի ձեռքում, այդ թվում նաեւ որը օգտագործվելու է իր հարևան երկրների դեմ եւ մասնավորապես Վրաստանի դեմ։ Սա մտորելու տեղ պետք է տա նաեւ այն շրջանակների համար, ովքեր որ անկեղծորեն մտածում են, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները Եվրամիության հետ, ինչը ես իհարկե ողջունում եմ, SEPA-ի շրջանակներում Հայաստանը կարող է իսկապես խորացնել իր ավելին կարող եմ ասեմ 17 թվականին կնքված այդ պայմանագիրը, եթե կյանքի կոչվեր նորմալ ճանապարհով, մենք վաղուց արդեն կունենայինք ազատ վիզայի ռեժիմ Եվրամիության հետ։ Վաղուց 17 թվականից անց, առնվազն 2-3 տարի անց։ Այս իշխանությունը 7 տարվա ընթացքում դա չկարողացավ լուծել։ Ինչի՞, որտեղ այս մարդիկ ոչ միայն անազնիվ են, նաև անգրագետ են, տգետ,
տգետ մարդիկ են, որոնք փողոցից եկել են, ոչ մի բանի ունակ չեն, ոչ մի ծրագրի ունակ չեն բանալ, դրա էլ ոչ մի խնդիր չի լուծվելու սրանց հետ կապված։ Սրանք նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող, տգետ են, անգրագետ են, փողոցային խուժան են, սրանք ոչ մի բանի ունակ ժողովուրդ չեն։ Սա է խնդիրը։ Հիմա այս մենք անընդհատ բոլոր տիպի հարցերում մենք սայթակում ենք այս տիպի խնդիրների շուրջ։ Հիմա նույն այս հարթակում, որ հիմա 3 օրվա պետք է Եվրանիստը անցկացվի, հիմա փաստորեն մենք պետք է լսենք, թե ինչպես են Վրաստանի ընդդիմադիրները հոխորտալու Վրաստանի իշխանության դեմ։ Ու դուք ուզում եք, որ դրանից հետո հայ-վրացական հարաբերությունները նորմալ զարգանան։ Վաղը մյուս օրը, որ հետո հայ վարորդները ասեն, թե այ Վրաստանի իշխանությունը խոչընդոտում է բան, դուք լուրջ դեմքով հետո ասել եք, թե զարմանալու եք, թե ինչի են Վրաստները խոչընդոտում, ճիշտ են անելու, որ խոչընդոտել են։ Որտեղ դուք այ կենցաղային մտածողությունից դուրս չեք կարող գաք։ Այ դուք եթե դուք գիտակցեք, որ մենք չենք կարող փչացնել հայ-վրացական հարաբերությունները, այ այսպես հարթակներ ձևավորելով, եթե մենք դա գիտակցենք, մենք երբևիցե խնդրեմ չենք ունենա հայ-վրացական հարաբերություններում։ Սա է խնդիրը։ Հիմա եւս 1-2 հարց ըստ էության Ռուսաստանը նոր զենք ցուցադրեց, սա բավականին մեծ արձագանք է ստացել Աղաղական Արևմուտքում, Միացյալ Նահանգներում, ինչ ազդակ փոխանցեց Պուտինը այս կերպ եւ ինչ սպասել առաջիկայում, համեցեք։ Տեսեք, ես այդ նոր զեմքի մենակ իմաստ չի մենակ այդ նոր զեմքի մասին խոսելը, որովհետեւ ես ավելի շատ կարևորում եմ, որ այնուամենայնիվ Տրամպի եւ Պուտինի միջեւ այդ հանդիպումը կայանա եւ այդ մեծ համաձայնությունը լինի եւ իսկապես Ուկրաինայում հաստատվի խաղաղություն։ Սա ոչ միայն ուկրաինական ժողովրդի համար է պետք, որտեղ ցավոք սրտի արդեն 1,700,000 մարդ անհայտ կորել է կամ սպանվել է եւ 10 միլիոն մարդ փախել է երկրից եւ այդ երկիրը ողբերգական վիճակի մեջ է հայտնված եւ ոչ միայն ռուս ժողովրդի համար, որը իսկապես նույնպես տուժում է այդ պատերազմից եւ ոչ միայն եվրոպական երկրների համար են, որոնք մտահոգված են այդ պատերազմով, դա իսկապես աշխարհի համար է կարևոր, որովհետեւ եթե ուկրաինական պատերազմը խորանա, տեսակ որ Զելենսկին եւ եվրոպական այդ բյուրոկրատիան պահանջում էր, որ ամերիկացիները տրամադրեին տամագավքներ եւ բարեբախտաբար Տրամպի եւ Պուտինի այդ առանձնազրույցի արդյունքում այդ գործարքը չկայացավ, որովհետեւ ցանկացած սպառազինություն բերելու է նոր պատերազմի վտանգի մեծացման։ Դա շատ պարզ եւ ակնհայտ է, գիտեք, բոլորն ասում են, որ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, որտեղ բոլորը բոլորին կարող են ոչնչացնել, դա ճիշտ է, բայց ոչ մեկ չի հասկանում, որ պատերազմները կարող են անսպասելի լինել։ Այսինքն պատերազմը ոչ մեկ չի ուզում, բայց կարող է անսպասելի ստացվել։ Կարող է աշխարհը վերանալ, բայց անսպասելի արդյունքում ոչ ամերիկացիները կուզենան, ոչ եվրոպացիները, ոչ ռուսները, բայց ամենը իր այդ լարվածությունը խորացնելով բոլոր կարմիր գծերը բոլորը կանցնեն եւ հանգարցակի կարող է ստացվել, որ աշխարհում արդեն լինի մասսայական ատոմային զենքի կիրառում, որի արդյունքում աշխարհը կարող է հայտնվի կատաստրոֆայի առաջ։ Սա շատ մեծ վտանգ է իրենց ներկայացնում, որի գիտակցումը շատերը չունեն, բայց ես բարեբախտաբար կարող եմ ասել, որ ունի Պուտինը եւ Տրամպը, եւ շատ մեծ սպասումներ ունեմ այդ երկու լիդերներից, որտեղ անկախ իրենց հակասություններից, որտեղ դրանք խոշոր երկրների գերտերությունների ղեկավարներ են եւ այդ գերտերությունները իրենց ազգային շահերը, որը շատ տրամաբանական է, բայց ես համոզված եմ, որ այդ երկրները ի վերջո կհասնեն մեծ համաձայնության, որից կշահի նաեւ Հայաստանը։ Ես ասեմ, որ ամբողջ հայ ժողովրդի պատմության մեջ, երբ որ Արևմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատացել են, Հայաստանը կորուստներ է ունեցել։ Եվ ճիշտ հակառակը, երբ որ Արևմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները բարելավվել են, Հայաստանը շահել է։ Մենք պետք է գիտակցենք եւ Հայաստանը պետք է դարձնենք հարթակներից մեկը Արևմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների մերձեցման համար։ Հայաստանը այս խայտարակ խմբակին հեռացնելուց հետո մենք պետք է ամեն ինչ անենք, որ դարձնենք խաղաղության հարթակ։ Խաղաղության հարթակ նախևառաջ մեր հասարակության մեջ։ Մենք պետք է վերականգնենք այս համերաշխության մթնոլորտը մեր տարբեր շերտերի միջև։ Արդեն պետք է չլինեն նիկոլականներ, հականիկոլականներ, նախկիններ, հականախկիններ, այդ մարազմա, դա այդ հիվանդությունը, որը արդեն մեր զարգացավ, խորացեց եւ մարդկանց բարեկամների մեջ տրոհումներ, ընկերների, բարեկամների մեջ տրոհումներ մցրեց, մենք պետք է վերականգնենք։ Մենք կլեյով, այսպես ասած, վերականգնենք այդ համերաշխությունը։
Համերաշխությունը վերականգնելով մենք նաև կվերականգնենք համերաշխությունը մեր տարածաշրջանում եւ Հայաստանը պետք է դառնա հարթակ իսկապես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարթակներից մեկը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների բարելաման։ Ասում են շատերը կասեն դա հնարավոր չէ, ով ասաց հնարավոր չէ։ Ասեմ դες Ալիևը շատ մեծ դեր է կատարել Էրդողանի եւ Պուտինի հարաբերությունների բարելաման հարցում, շատ մեծ, հատկապես այն ժամանակ, երբ որ 2015-16 թվականներին սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները։ Ճակատագրական, պատմական դեր կատարեց Ալիևը, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեր։ Եթե Հայաստանում լիներ ոչ թե փողոցային, այլ նորմալ պատասխանատու իշխանություն եւ նորմալ ղեկավար, այդ ղեկավարը շատ ֆունդամենտալ դեր կկատարի, նաեւ ինքը նաեւ Հայաստանը լեվելը կբարձրացներ, երբ որ ինքը կարողանար մեծ դեր կատարել, օրինակ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հարաբերությունների մերձեցման համար, օրինակ եմ ասում, կամ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների, իսկ հետագայում նաեւ Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունների մերձեցման համար։ Դուք մտածում եք, որ դա հնարավոր չէ, ես համոզված եմ, որ դա հնարավոր է, եթե ոչ մոտ ապագայում, որ շատ ոչ հեռու ապագայում դա հնարավոր է։ Այսինքն Հայաստանը կարող է լրջագույն դեր կատարել իր դիրքով, իր կարգավիճակով, իր սփյուռքով, իր բոլոր տիպի հնարավորություններով Հայաստանը այդ հնարավորությունը ունի։ Մենք ունենք շատ մեծ սփյուռք, ասեմ ձեզ, տարբեր փորձագետների գնահատականներով Հայաստանի սփյուռքի ազդեցությունը անչափ մեծ է, եթե մենք էֆեկտիվ կարողանանք դա օգտագործենք, բայց դա ամենավերջինն ենք մենք հասկացել, որ մենք կարող ենք օգտագործել։ Առավել եւս այս խուժանների պարագայում սփյուռքը այլևս գետնի վրա գցած վիճակի մեջ է այսօրվա դրությամբ հայտնված եւ մենք ողբերգական վիճակի մեջ ենք հայտնվել։ Եվ ես համոզված եմ, նորից եմ կրկնում, 26 թվականից հետո երբ որ այս խայտարակ էջը մենք փակենք, մենք Հայաստանի զարգացման նոր որակի էջ ենք բացելու, որտեղ իսկապես Հայաստանը առանցքային դեր է կատարելու։ Ինչ վերաբերում է ձեր նշած գերզենքին, Բուրևեստնիկին, հա, դուք նկատի ունեք, ես ցենց ձևակերպեմ, իսկապես այդ մրցակցությունը կա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ զենքի որը մակարդակով, եւ տնտեսության մակարդակով, բայց կարևոր է որ այդ մրցակցությունը ի վերջո չհանգեցնի մեծ պատերազմի։ Դա շատ կարևոր խնդիր է։ Ի վերջո այստեղ ես նորից եմ կրկնում, շատ կարևոր է պատասխանատու գործիչներ են Պուտինը, Տրամպը, Չինաստանի ղեկավարը, Հնդկաստանի ղեկավարը եւ մենք սպասում ենք, որ այդպիսի պատասխանատու գործիչներ լինեն նաեւ Եվրոպական միությունում, որ դեռ այսօր չկան։ Հունգարիայի, Սլովակիայի եւ արդեն Չեխիայի ղեկավարներն շատ պատասխանատու ղեկավարներ, բայց ցավոք սրտի մնացածները չկան։ Օրինակ Ֆրանսիայում Շարլ դե Գոլը, Ժորժ Պամպիդուն, Ֆրանսուଆ Միտերանը, Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, տեսեք ինչ գործիչներ են եղել։ Հիմա ով է Ֆրանսիան ներկայացնում։ Խայտարակություն։ Իրենց Նիկոլ Փաշինյանը, Մակրոնը, դա ֆրանսիական ժողովրդի պատմական խայտարակությունն է։ Դրա համար իր վստահության բանը իջել է մինչև 15-20%-ի, որը երբևիցե ֆրանսիական պատմության այսպիսի վիճակ չի եղել։ Սա է ամբողջ խնդիրը։ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, պարոն Բոզարյան, արդյոք սառույցում է, հաղում է, թե։ Տեսեք, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մեջ Արցախի անկումից հետո առաջացել է նոր իրավիճակ։ Ադրբեջանը արդեն եթե Արցախի պարագայում կար, Ադրբեջանը ուրիշ հարաբերությունների մեջ էր, ինքը կախված էր Ռուսաստանից, ինքը դա բոլորի համար տեսանելի էր։ Ադրբեջանը չէր կարող ավելի կտրուկ քայլերի դիմել Ռուսաստանի դեմ, եւ Ռուսաստանը դա բռնով էր ընկալում, եւ Ռուսաստանը փորձում էր օգտագործել իր շահերը։ Հիմա Արցախի կորստից հետո արդեն Ալիևը ուզում է ցույց տալ, որ իր կարգավիճակը փոխվել է եւ պետք է իրեն Մոսկվան հարգի։ Եվ ինքը արդեն այլ կարգավիճակ ունի, ավելին կարող եմ ասեմ, նույնիսկ փորձագետների գնահատականներով Ալիևը իրեն դիտարկում է ոչ միայն Ադրբեջանի 10 միլիոնից Ադրբեջանի ղեկավար, այլ նաեւ 170 միլիոնից թուրքական աշխարհի թիվ երկրորդ գործիչ Էրդողանից հետո, այսինքն Ալիևը փորձում է իր իմիջը եւ իր կարգավիճակը փոխել եւ ինքը ուզում է որ իրեն հարգեն նաեւ մյուս երկրների ղեկավարները, այդ թվում նաեւ Պուտինը։ Հասկանալի է որ Ռուսաստանը չի ուզում այդ փոփոխությունները լինի եւ այդ իմաստով Ռուսաստանը իրեն քայլերի դիմին չի անում Ռուսաստանը։ Ինքը փաստացի ոչնչացնում է ադրբեջանական սփյուռքը, որը մինչեւ այդ կար, որը փաստացի այդ սփյուռքը մեծ ազդեցություն ուներ Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական կյանքում եւ Ռուսաստանը հասկանալով որ դա եթե նախկինում դա ինքը թույլատրված էր որտեղ Ադրբեջանի դիրքը այդքան մեծ չէր, հիմա Ադրբեջանի դիրքը որ փոխվել է, իրենք չեզոքացնում են այդ սփյուռքը որպեսզի
կախվածությունը Ադրբեջանից թուլացնեն եւ կոտրեն Ալիևի ամբիցիաները։ Այդ process-ը արդեն անշրջելի է դառնալու, բայց նաեւ կան էմոցիոնալ մի հատ վիճակ երկու երկրների հարաբերությունների մեջ, երբ որ այդ ինքնաթիռը փաստորեն խոցվեց եւ հրապարակային մակարդակով Ադրբեջանի հասարակությունը պահանջում էր, որպեսզի Ռուսաստանը ներողություն խնդրեր եւ ոչ միայն հատուցել, այլ նաեւ պատժեր իբր թե այդ մեղավորներին, ինչ արեց Ռուսաստանը։ Ռուսաստանը հատուցում է մարդկանց, որը ճիշտ է, հրապարակային ներողություն խնդրեց, որը նույնպես ճիշտ է, ինչ վերաբերում է պատժին, ապա այստեղ կանխամտածված քայլ չի եղել, որ մարդկանց պատժեն։ Եվ այդ իմաստով այդ մնացել է, բայց գոնե հիմա տեսանելի է, որ Ալիևին շահավետ չէ սրել այդ հարաբերությունները, որովհետև ինքը մի պահ սրեց, դրանից շահեց Արևմուտքի կողմից, այսինքն Արևմուտքը ցույց տվեց, որ ինքը պատրաստ է սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի արդյունքում ինչ կատարվեց։ Մեծ Բրիտանիան փոխեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, ստրատեգիական համաձայնագիր է կնքել։ Միացյալ Նահանգները վերացրեց այդ խոչընդոտը զենք վաճառելու հետ կապված։ Հիմա արդեն խնդիրները լուծվեց, արդեն ինքը կարող է վերադառնալ նորմալ հարաբերություններին, այսինքն կարող եմ ասել, որ էմոցիոնալ մակարդակով այդ հակասությունը վերացել է։ Ադրբեջանը կարևոր դերակատարում ունի Ռուսաստանի համար, որտեղ հյուսիս-հարավ գծերից մեկի վրա է Ադրբեջանը նստած, Ռուսաստան, Ադրբեջան, Իրան եւ Հնդկական օվկիանոս այդ գծի վրա։ Իդեպ այդ գծի վրա կա նաեւ Վրաստան, Հայաստան, Իրան ճանապարհը, որը Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ չգործի, բայց մեզ դա շահավետ է եւ որպեսզի մենք դա կարողանանք լիարժեք գործենք, իրենք շահագրգռված են, որպեսզի Զանգեզուրի միջանցքի, այսպես ասած, խնդիրը մաքսիմալ աշխատի, մենք էլ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի Նախճիվանով երկաթգծի ճանապարհը դեպի Իրան աշխատի, եթե մենք երկաթգծի այդ համակարգը աշխատացնենք, ապա հյուսիս-հարավ համակարգը մենք նոր որակի կբարձրացնենք եւ այդ իմաստով ես տեսնում եմ, որ մեծ պոտենցիալ ունենք մենք իսկապես զարգացնելու Հայաստանը, այն խաչմերուկը, որ հռչակվում է այդ խաղաղության խաչմերուկը, մենք ենք կյանքի կոչելու, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձում է կյանքի կոչել ոչ թե խաղաղության, այլ մահվան խաչմերուկ, որովհետև երբ որ դու բերում ես այստեղ երկրներ, որոնք աշխարհակաղակական հակասություն ունեն տարածաշրջանի երկրների հետ, ապա դու փաստացի հակամարտության գոտի ես ստեղծում սա։ Պարզ մի էլեմենտար բան ասեմ, Հարգելի Մարիամ, տեսեք, գաղտնիք չէ, որ այս խաչմերուկի հիմնական ապրանքաշրջանառությունը գնալու է Չինաստանից դեպի Արևմտյան Եվրոպա։ Այսինքն Չինաստանի ապրանքներն են գնա, չինական ապրանքների հոսքի մասն է։ Դա Արուծի բաժինը դա է լինելու։ Այդ մետաքսի ճանապարհ, որ ասում են, այդ ճանապարհը հիմնականում տարբեր ուղղություններ ունի, մի շարք ուղղություններ ունի, ուղղություններից մեկը գնալու է կենտրոնական Ասիայով դեպի Կովկաս, Կովկասից դեպի գնալու է դեպի Եվրոպա։ Կովկասում ինքը ճյուղավորվել է, Իրանն է գլխավոր հենակետը Կովկասի, Իրանից ինքը ճյուղավորվել է Հայաստանով, Թուրքիայով եւ Ադրբեջանով։ Հիմա Չինաստանը շահագրգռված է, որ այդ ճանապարհը մաքսիմալ խոչընդոտ գնա եւ ինքը մեծ ներդրումներ է անում Վրաստանում։ Եվ Ադրբեջանը շահագրգռված է, որ մեծ ներդրում է անում նաեւ Ադրբեջանում։ Իրանը շահագրգռված է, որ այստեղ առանցքային դեր կատարի Հայաստանը, տարբեր պատճառներով։ Հիմա, քանի որ Իրանը շահագրգռվածություն ունի, իսկ Չինաստանը մեծ շահագրգռվածություն եւ 25 տարվա ընթացքում 400 միլիարդ դոլարի ներդրում պետք է անի Իրանում, ապա Չինաստանը շահագրգռված է նաեւ Հայաստանում մեծ ներդրում է անի։ Բայց այս իշխանության պարագայում դա հնարավոր չի լինելու, հարգելի ժողովուրդ։ Այս իշխանության ով ընդհանուր տրամաբանություն է հակասում եւ այս իշխանությունը չունի այդ մտահորիզոնը այս ամենը հասկանալու եւ պատկերացնելու։ Եվ նույնիսկ այս հարցում նաեւ հետ Փաշինյանական Հայաստանը մեծ հորիզոն է բացվելու մեր հետ Փաշինյանական Հայաստանի համար զարգանալու, մարդկանց կենսամակարդակը շեշտակիորեն բարձրացնելու եւ Հայաստանի ընդհանուր կշիռը, որակը, կարգավիճակը փոխելու համար։ Եվ պարոն Ղոզյան, 3 հոկտեմբերի 27-ն էր, որ երաբլուրում էր Սասուն Միքայելյանը, ասում է, եթե Վազգեն Սարգսյանը ոչ լիներ, այսօր չէր լինի Արցախի հետ այն ինչ եղավ։ Օրինակ, դուք ինչ եք կարծում, եթե Վազգեն Սարգսյանը ոչ լիներ, ինչ կլիներ մի Սասուն Միքայելյանի հետ, որը հրապարակում ամենից գոռում էր, այս հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան շարժումը, Արցախի հաղթանակը եւ։ Մանամ, ես այդ հարցին պատասխանեմ շատ ավելի ֆունդամենտալ, որովհետեւ այն ինչ որ կատարվեց հոկտեմբերի 27-ին եւ այն ինչ որ կատարվեց 2018 հետո ունեցել են նույն հեղինակները։ Այո, ես ասեմ, որ ուրեմն թուրքական փորձագիտական շրջանակներում
Վազգեն Սարգսյանին դիտարկում էին որպես հայկական Աթաթուրք։ Վազգեն Սարգսյանը Հայաստանի պատմության ամենաառանցքային եւ ամենապայծառ գործիչներից մեկն է եղել, եթե չասեմ ամենա։ Իհարկե ինքը ունեցել է մեծ մինուսներ սկզբնական փուլում, բայց ինքը իր պոտենցիալով, իր մարդկային կերպարով եւ իր մտահորիզոնով ֆունդամենտալ տարբերվել է բոլորից։ Նույնիսկ եմ կնում ֆունդամենտալ է տարբերվել։ Վազգեն Սարգսյանը իսկապես կարող էր դառնալ Հայաստանի հայկական Աթաթուրքը եւ դրա համար էլ իրեն վերացրեցին։ Այն ուժերը, որոնք վերացրեցին Վազգեն Սարգսյանին, այդ նույն ուժերը նպատակը որն էր՝ վերացնել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, հրահրել քաղաքացիական պատերազմ Հայաստանում։ Այն քաղաքացիական պատերազմը, որ եղավ Ադրբեջանում 93 թվականից, որից օգտվեց Հայաստանը, նույն կենտրոնը փորձում էր հրահրել քաղաքացիական պատերազմ Հայաստանում, որպեսզի այդտեղից արդեն օգտվի Ադրբեջանը։ Այն ինչ որ իրենց չհաջողվեց հոկտեմբերի 27-ին, հաջողվեց 2018 թվականին, եւ որի արդյունքում մենք մինչեւ հիմա 7 տարվա մեջ մենք սառեցված, չհայտարարված քաղաքացիական պատերազմի մեջ են գտնվել իրար մեջ, իրար բարեկամների մեջ, հարևանների հետ, հարազատների մեջ, քաղաքական համակարգում, բոլոր հարցերում, եւ որից անընդհատ օգտվում են նույն շրջանակները։ Սա շատ պարզ խնդիր է, եւ Նայիրի Հունանյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը ձևի մեջ է։ Բովանդակությունը նույնն է, որտեղ իրենց գլխավոր պատվիրատուներն են նույնը։ Սա ամենակարևորն է, որ մենք պետք է հասկանանք։ Եվ Սասուն Միքայելյանի նման մարդիկ կամ Արամ Զավենի Սարգսյանի նման մարդիկ, դրանք մանր գործիչներ են, որոնց մասին մենք կխոսենք Հայաստանում իշխանապողությունից հետո, դրանք դերակատարում չեն ունեցել։ Դրանց իրական դերակատարման մասին մարդիկ կիմանան եւ շոկի մեջ կհայտնվեն, պարզապես հատկապես Արամ Զավենի Սարգսյանի մասին, որտեղ Սասուն Միքայելյանը դա շարքային պեշկա է, որը ոչինչ չի հասկանում, բացի իր մանր տիպի կենցաղային խնդիրներից, իրենց ոչ մի բան հետաքրքիր չէ։ Մարդիկ շատ ավելի ֆունդամենտալ բանի մասին կիմանան։ Եւ այն, որ մինչեւ հիմա օրինակ Անահիտ Բաշխյանը չի հասկացել, թե ինչու չի բացահայտվում հոկտեմբերի 27-ը, ինքը չի հասկանա։ Ինքը իրեն ուղղակի պետք է բացատրեն եւ տեսանելի դարձնեն։ Ես շատ ավելի փակագծեր չեմ ուզում բացեմ։ Իսկապես այդ խնդիրը դե ֆակտո բացահայտված է։ Դրա դետալային մակարդակը որ բացվի, բայց այդ նույնիսկ այդ բացվելը հրապարակային մենք չենք կարողանա անել, նույնիսկ իշխանապողությունից հետո, որովհետեւ կան աշխարհակաղակական մի շարք գործոններ, ցավոք սրտի, բայց առնվազն գոնե մեր վերնախավը եւ մեր ակտիվ զանգվածը պետք է հասկանա, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին, որտեղ հոկտեմբերի 27-ին Հայաստանի պետականությունը շատ մեծ հարված է ստացել, ֆունդամենտալ հարված, որի, այսպես ասած, էֆեկտը մենք մինչև հիմա զգում ենք, ցավոք սրտի։